Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան էր ժամանել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակությունը։ Ալեն Սիմոնյանի եւ Անիտա Դիմիտրուի հանդիպման եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խորհրդարանների նախագահները նախ ողջույնի խոսք են հղել միմյանց, ապա խոսել երկու երկրների միջև հարաբերությունների ել ավելի սերտացման մասին։ Կողմերը կարևորել են ինչպես ռազմավարական գործընկերության ձևաչափով գործակցության խորացումը, այնպես էլ միջազգային հարթակներում իրավունքի գերակայության եւ մարդասիրական խնդիրների համատեղ պաշտպանությունը։ Հայաստան-Կիպրոս հարաբերություններում նոր մակարդակի անցման ակնկալիք կա ռազմավարական գործակցության ձևաչափով։ Այս մասին համատեղ ասուլիսում ամփոփելով պաշտոնական հանդիպման արդյունքները հայտարարել են Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուն։ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ կողմերն արդեն տարբեր ոլորտներում ունեն սերտ գործակցություն, իսկ այժմ ժամանակն է այն բարձրացնելու ռազմավարական մակարդակի։ Մեր կողմից նաեւ առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցությանը եւ Տիկին Դիմիտրյան իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին։ Ըստ Սիմոնյանի միջազգային հարթակներում Կիպրոսի ներկայացուցիչները միշտ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին, ինչն էլ առանձնահատուկ նշանակություն ունի հայկական կողմի համար։ Այն հարթակներում, որտեղ իր գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար ես Տիկին Դիմիտրոյին եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ եւ պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի կողքին է եւ Կիպրոսի ժողովրդի կողքին է։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դմիտրիուն էլ ընդգծել է. Կիպրոսը լիարժեք աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ կարեւորում է Հայաստանի եվրոպական ուղին։ Մենք հուսով ենք, որ հնարավորին շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրել է այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո, խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի։ Դա կօգնի Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՄ-ին, նաեւ մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է, վերահաստատում ենք։ Մենք ամեն կերպ կաջակցենք այս ընթացքին եւ այդ նախաձեռնությանը։ Մենք ձեր կողքին ենք դեպի Եվրոպա, ձեր ճանապարհին։ Դմիտրիուն նաև նշել է, որ Կիպրոսն աջակցում է խաղաղության հաստատմանը ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում։ Խաղաղություն հարկավոր է նաև Կիպրոսին։ Ինչպես գիտեք, Կիպրոսն արդեն 50 տարի է բաժանված է։ Կիպրոսն էլ մեկ օրինակ է հասկանալու, հարկավոր է, որ լինեն խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։ Բարձրաստիճան հյուրի խոսքով իր այցի ընթացքում իրապես հուզիչ է եղել Արագածոտնի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը։ Իր ելույթում Դմիտրիուն վերահաստատել է. միջազգային հարթակներում Հայաստանը եւ Կիպրոսը պետք է շարունակեն գործակցել համերաշխության սկզբունքով։ Բացի դրական ուղերձներից Կիպրոսի խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների խախտումներին, մասնավորապես Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդիրներին ու ընթացող դատավարություններին։ Մենք չենք կարող համաձայնել այն ամենին, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին։ Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Ես լիահույս եմ, որ այնինչ այսօր տեղի է ունենում Բաքվում իր հանգուցալուծումը կգտնի։ Դմիտրիուն քննադատել է Ադրբեջանում ընթացող շինծու դատավարությունները շեշտելով. այսօր 2025 թվականին նման դրսևորումները պետք է բացառվեն։ Նիկոլ Փաշինյանը եւս հյուրընկալել էր Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային, պատմական, մշակութային եւ արժեքային կապեր։ Դիմիտրիուն էլ վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ գործակցության օրակարգային հարցեր, ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմավոլորտ գործակցության ընդլայնումը։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցեր։ Իսկ հապկում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Բիշկեկում մեկնարկած ՀԱՊԿ խորհրդանական վեհաժողովի խորհրդի հերթական նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասման Գամբետովը, նկատելով Կովկասում որոշակի դրական շարժեր է նկատվում։
Երևանում էր նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կայացել է նրա և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև համատեղ մամուլի ասուլիսը։ Հանդիպանը Միրզոյանը նշել է, որ հաստատում է Հայաստանում պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ գործակցությունը մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան։ Նախարարները ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-26 թվականների համար խորհրդակցությունների ծրագիրը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Երևանում է։ Աշխատանքային հանդիպումներին ընդառաջ Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին, ծաղկեպսակ դնելով Երևանի հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ։ Այնուհետև ԱԳՆ շենքում տեղի ունեցել Միրզոյան-Լավրով առանձնազրույցը, ապա ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։ Նախարարները փոփել են հանդիպման արդյունքները, ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Առանցքում երկու երկրների միջև հարաբերություններն էին տարածաշրջանային ու գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունները։ Երկուստեք նշվել է Երևանի եւ Մոսկվայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Նշել ենք, որ ընթացիկ տարին իհարկե հագեցած էր եւ կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը այցելեց Մոսկվա մայիսի 9-ին, այժմ պատիվ ունենք հյուրընկալել արտգործնախարարի պատվիրակությանը, սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ Տիկին Մատվիենկոյի եւ նրա պատվիրակության այցին։ Միրզոյանը տեղեկացրել է, որ ստորագրվել է երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը հաջորդ 2 տարիների համար։ Մենք ունենք փոխշահավետ եւ բավական հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում։ Իհարկե տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժը ամբողջությամբ չի իրացվում եւ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը եւս էապես կավելանա։ Միրզոյանի խոսքով անդրադարձ է եղել նաև խաղաղության խաչմերուկ նախագծին եւ դրա ընձեռող հնարավորություններին, նաև տարածաշրջանային հարցերին։ Խոսել են Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին։ Չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է եւ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հասնելու համար եւ մեր համոզմամբ սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին եւ հետաքրքրություններին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էլ նախ շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար, ապա նշել, որ անդրադարձել են տարբեր ոլորտներում գործակցություններին, խոսել Կապանում գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների մասին։ Ռուս պաշտոնյան նշել է, որ քննարկվել է նաև անվտանգության համակարգում գործակցությունը, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում։ Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում խնդիրներին։ Մենք համոզված ենք, որ ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային երկրներն իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ։ Այն ընկալմամբ, որ նման գործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը։ Լավրովը հայտարարել է, որ աջակցում են Երևանին եւ Բաքվին խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդակցուղիների ապաշրջափակման, սահմանազատման գործընթացներում։ Նա խոսել է նաեւ 3 գումարած 3 ֆորմատով հաջորդ հանդիպման մասին, նշելով, որ այն կարող է անցկացվել Հայաստանում կամ Ադրբեջանում։ Մենք 3 գումարած 3 հարթակում տարածաշրջանային գործակցության զարգացման զգալի ներուժ ենք տեսնում։ Այս ձևաչափով արդեն 2 հանդիպում է կայացել Թեհրանում եւ Ստամբուլում։ Այժմ ընթանում է 3-րդ համաժողովի նախապատրաստումը։ Ինչ վերաբերում է իմ եւ գործընկերոջս հանդիպմանը, ապա կարող եմ ասել, որ բավարարված ենք բանակցությունների արդյունքներով։ Խոսեցինք անկեղծ, չթաքցնելով էմոցիոնալ դիրքորոշումների առանձնահատկությունները։
Հայաստանի արտգործնախարարն էլ վստահեցրել է, որ չեն պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Թեև հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ բավարարված չեն ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին արձագանքով։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե 2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եւ թիրախավորվեց ջերմուկը, ինչու Ռուսաստանը չարձագանքեց եւ չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները։ Ի պատասխան Լավրովը պնդել է, թե Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը 2022 թվականին ջերմուկում տեղի ունեցող իրողություններին արձագանքել են եւ հանդես եկել գործնական առաջարկներով։ Մասնավորապես առաջարկել ենք դիտորդական առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունը մերժել է եւ փոխարենն ընդունել ԵՄ դիտորդական առաքելությանը։ Սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունը մերժել է եւ փոխարենն ընդունել ԵՄ դիտորդական առաքելությանը։ Չնայած պաշտոնական Երևանը քանիցս հակադարձել է ռուսական կողմից այս առնչությամբ հնչող հայտարարություններին ու պատասխանել առաջարկներին, սակայն Արարատ Միրզոյանն այսօր էլ հարկ համարեց ներկայացնել, թե ինչ, ինչպես եւ ինչու տեղի ունեցավ։ Մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի Դաշնությանը, ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն հաջորդ ամիս հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 91 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը, ստորագրված ընկալումը այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին եւ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, ապա Լավրովն այս անգամ էլ կրկնեց այն, ինչ քանիցս ասել էր։ Ղարաբաղի հարցում ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, քանի որ թե նախագահ Պուտինը, թե նախագահ Մեդվեդևը տարիների ընթացքում առաջարկում էին լուծում, որն ապահովելու էր արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ Հիշեցնեմ, թե խոսքն ինչի մասին է, որպես առաջին փուլ ադրբեջանական 7 շրջաններից վերադարձնել 5-ը եւ որպես միջանկյալ փուլ պահպանել Քարվաճարի եւ Լաչինի շրջանները, որոնք շատ ավելի մեծ տարածքներ են, որոնք Հայաստանի Հանրապետությանը միացնում են Ղարաբաղին։ Այսպիսով ԼՂ-ի հարցի կարգավորումը հետաձգվեց երկար տարիներով։ Կար նաև մոտեցում, որ այդ հարցի լուծումը թողնվի սերունդներին։ Երևի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց, քանի որ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական կողմից, մերժվեցին։ Լավրովը նաև նշել է, թե բացի այդ ռուսական զենքն օգտագործվել էր այդ 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման եւ այնտեղ ամրաշինական եւ ռազմական գծերի կառուցման համար։ Որոշվել լուծաբանների գնահատմամբ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց էր տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձվել Ադրբեջանին, ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով, որևէ մեկը չի կարող կատարվածի համար մեղադրել Մոսկվային։ Արարատ Միրզոյանը օրերս էլ ելույթ էր ունեցել Եվրոպական միության արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին։ Արտաքին գործերի նախարարը խոսել է ԵՄ-ում առկա անվտանգային դիլեմաների եւ քննարկումների, ժողովրդավարության, Հայաստանի ԵՄ-ին անդամակցության գործընթացի, նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին։ Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի։ Իր ելույթում Միրզոյանը նշել է, որ Երևանը հետևում է ԵՄ-ում առկա անվտանգային դիլեմաներին եւ քննարկումներին ու շատ իր հետևում այն ընտրություններին, որոնց առջեւ կանգնած է Եվրամիությունը։ Հայաստան ԵՄ երկկողմ գործընկերության դինամիկ զարգացման մասով հաշվի են առնվում գլոբալ եւ տարածաշրջանային միտումները, նաեւ ԵՄ-ի ներսում առկա անվտանգության դիլեմաները։ Արդյոք առկա անվտանգության ճարտարապետությունն ու միջազգային կարգն արդյունավետ են եղել առկա եւ զարգացող մարտահրավերներին արձագանքելու առումով։ Վստահ եմ ոչ։ Կան արդյոք արագ եւ հեշտ լուծումներ բացերը լրացնելու եւ ալեկոծությունները հաղթահարելու համար։ Կարծում եմ պարզ լուծումներ չկան, բայց ժամանակակից
ժամանակակից մարտահրավերների վերագնահատման եւ խորքային ըմբռնման միջոցով եւ հետեւաբար առաջնահերթությունների վերաարժևորմամբ անհրաժեշտ է ապահովել ավելի ամուր էներգիա հիմնական արժեքների, ժողովրդավարական սկզբունքների եւ միաժամանակ համարձակ լուծումների միջև։ Խոսելով ժողովրդավարական ընտրություններից Միրզոյանն ասաց, որ 4 տարի առաջ հիբրիդային պատերազմի պայմաններում Հայաստանին հաջողվեց անցկացնել լիովին ազատ ընտրություններ։ Ըստ Միրզոյանի մենք նաև համարձակայլեր ենք ձեռնարկել մեր գործընկերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Նպատակ ունենալով զարգացնելու այս հարաբերությունները նաև Միացյալ Նահանգների նոր վարչակազմի օրոք, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի պաշտոնյաների շարունակական կառուցողական շփումները։ Մենք նաև ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Հպարտությամբ կարող եմ նշել Նիդերլանդների հետ ունեցած արդյունքները, երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը։ Մենք ձևավորել ենք ռազմավարական երկխոսություն Միացյալ Թագավորության հետ, ինչը հանդիսանում է մեր երկու ժողովրդավարությունների միջև ամուր գործակցության եւ բարեկամության նշան։ 2024 թվականին մենք հասանք եւս մեկ կարևոր հանգրվանի։ Հայաստանը դարձավ ԵՄ անդամակցության տեխնացու չհանդիսացող միակ երկիրը, որն աջակցություն ստացավ դիմակայություն եւ աճ ծրագրի շրջանակներում, ասաց Միրզոյանն ու հավելեց. մենք ապավինում ենք ԵՄ առաջնորդությանն ու աջակցությանը դրա ներուժը լիարժեք իրացնելու համար։ Անցյալ տարի մենք հասանք վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկին, իսկ այժմ արդեն աշխատում ենք վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ։ Երբ դրանք բավարարվեն, մեր քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից։ Սա վաղուց սպասված մի զարգացում է, որը կխթանի շարժունակությունը եւ փոխըմբռնումը։ Սա անկասկած այն ոլորտներից մեկն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները եւ հակառակը։ Ըստ Միրզոյանի, սա պարզապես քաղաքականության ընտրություն չէ, այլ ազգային ձգտում։ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ապագայի նկատմամբ վստահության վկայություն եւ մեր կառավարության համար ուղղորդող սկզբունք։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործակցության մյուս հենասյուներին, Միրզոյանն ասաց, որ մենք գիտակցում ենք անվտանգության հետ կապված հարցերում ներգրավվածության կարևորությունը, ինչը մի քանի տարի առաջ անհավանական կհամարվեր։ Ներկայում Եվրոպական միությունը ներգրաված է Հայաստանի անվտանգային օրակարգում, ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր, եւ մենք ողջունում ենք առաքելության մանդատի երկարաձգումը։ Չնայած անցյալ տարի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում արձանագրված շոշափելի արդյունքներին, հրադադարի խախտումները ցավոք դեռ շարունակվում են, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է առաքելության կենսական դերը, կեղծ մեղադրանքների հերքման, տեղում կանխատեսելիության եւ կայունության պահպանման գործում։ Հետևաբար հրադադարի խախտումներին հասցեական եւ սկզբունքային արձագանքը չափազանց կարևոր է ներկա փխրուն իրավիճակում։ ԵՄ-ի կողմից Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումը ոչ միայն ԵՄ-ի քաղաքական կամքի հստակ դրսևորումն է, ընդլայնելու եւ խորացնելու գործընկերությունը, այլև ամրապնդում է Հայաստանի դիմակայությունը դժվարին ժամանակներում։ Շարունակելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման թեման, Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից։ Կառավարությունը դիտարկել է էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ, ներառյալ ատոմային եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում, բայց այս ամենի հետ մեկտեղ Միրզոյանը նշեց, որ մեր առաջնահերթությունը մնում է Հայաստանի շուրջ մեր անմիջական հարևանությամբ խաղաղ եւ բարգավաճ միջավայրի ձևավորումն ու խթանումը։ Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր կառավարությունը հաստատակամորեն նվիրված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարօրության առաջմղման գործին։ Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ եւ ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը, թե Բաքվի հետ իրենց ուղակի շփումներում, թե իրենց հրապարակային հայտարարություններում եւ հաղորդակցություններում։ Խաղաղության հաստատման ուղղված ջանքերին զուգահեռ Երևանն ակտիվորեն առաջ է մղում մեր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մեջ ամրագրված սկզբունքների շրջանակում, այն համարելով լիովին համադրելի ԵՄ համաշխարհային դարպասի եւ միջին միջանցքի գաղափարների հետ։
Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն, դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ եւ ռազմավարական ներգրավվածությամբ, ամրապնդելով իսկապես փոխադարձ եւ վերափոխող գործընկերությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է վերջնագրերի լեզվով։ Նա պաշտոնական այցով Հունգարիայում էր, որտեղ եւս առիթը բաց չի թողել Երևանին ներկայացնելու իր նախապայմանները։ Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը եւ ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, այդ թվում երաշխավորել այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության գործընթացի անվան տակ շարունակում է նախապայմաններ առաջ քաշել։ Բաքվի բռնապետը Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ի վերջո կհամաձայնվի Ադրբեջանի առաջադրած խաղաղության պայմանագրի երկու հիմնական պայմաններին։ Ալիևի ձևակերպմամբ Հայաստանը ուշ կամ շուտ կընդունի սահմանադրությունը փոխելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարմանը գնալու նախապայմանները։ Նա նաեւ ընդգծել է. Մենք խաղաղության բանակցությունների նախաձեռնողն էինք։ Խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակները նույնպես մենք ենք, եւ հենց այդ տեքստն է այսօր ընդունել Հայաստանը։ Ալիևը խոսել է նաև Արևմտյան Ադրբեջանի մասին եւ այն ներկայացրել որպես մարդու իրավունքների հարց։ Բաքուն խաղաղության անվան տակ շարունակում է վերջնագրեր ներկայացնել։ Ալիևը Երևանից պահանջել է արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար բանակցություններ սկսել։ Մինչդեռ դա միջազգային որևէ օրենսդրական կամ պատմական հիմք չունի եւ դիտարկվում է որպես քաղաքական ճնշման մեխանիզմ։ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն առնչությամբ, թե երբ եւ ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Սա ամենևին էլ տարածքային պահանջ չէ։ Ալիևի այս կոչերը եւ իր իսկ ստեղծած Արևմտյան Ադրբեջան կոչվող ծրագիրը հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Հայաստանը որևէ միջազգային պայմանագրով նման պարտավորություն չունի, իսկ սահմանադրության փոփոխության պահանջը կարող է դիտարկվել որպես երկրի ինքնիշխանության ուղղակի խախտում։ Ալիևը շարունակում է հանդես գալ ռազմատենչ ռետորաբանությամբ, ինչն ուղղակիորեն կասկածի տակ է դնում Բաքվի խաղաղության գնալու մտադրության անկեղծությունը։ Մի կողմից Ադրբեջանն իր աշխարհի հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանին ուղղված նոր մեղադրանքներով ու նոր նախապայմաններով։ Վերջերս Բաքուն խոսեց նաև Հայաստանի զինանշանի մասին, հայտարարելով, թե իբրև այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ Իդեպ Ադրբեջանի ղեկավարն այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին ակնարկել է ոչ միայն Հունգարիայում, այլև Թուրքիայում։ Նա Անկարա է մեկնել մասնակցելու վերադարձը Արևմտյան Ադրբեջան որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման խորագրով համաժողովին, որի ժամանակ ունեցած ելույթում հստակ նշել է, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս նարատիվը դեռ ավելի վաղ որակել էր որպես հստակ տարածքային պահանջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ելույթ ունենալով ազգային ժողովում հատուկ ընդգծել էր. Մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Բաքվի այսպիսի հայտարարությունները եւ նախաձեռնությունները հարցականի տակ են դնում տարածաշրջանում վստահության վերականգնման հնարավորությունը։ Միաժամանակ դրանք հող են նախապատրաստում ապագա վեճերի եւ շահարկումների համար։ Իդեպ Հունգարիա այցի ընթացքում Ալիևը նաեւ անդրադարձել է Բուդապեշտ-Բաքու հարաբերություններին, ընդգծելով դրանց ռազմավարական բնույթը։ Նրա խոսքով Հունգարիան այն քիչ երկրներից է, որն իբր վարում է անկախ քաղաքականություն։ Օրբանն էլ իր հերթի երախտագիտություն է հայտնել Բաքվին գազի մատակարարումներն ավելացնելու վերաբերյալ խոստման համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպան ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման ընթացքից եւ կարեւորել փոխայցելությունների ակտիվացումը։ Փեզեշքյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւ կարևորել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Նրանք ընդգծել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը եւ առկա հնարավորությունները։
Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Ավականու որոշմամբ էլ երևանցիները ազատվել են 2025-ի հունվարից մայիս աղբանության վճարը չվճարելու տուժտուգանքներից։ Ավականու անդամները քննարկել են նաև շինարարության ոլորտում տեղական Տուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելու մասին նախագիծը եւ անդրադարձել քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն դրսևորումներին ու դրանց բացահայտումներին։ Երևանցիներն ազատվեցին 2025 թվականի հունվարից մայիս աղբահանության վճարը չկատարելու տուժտուգանքներից։ Այսուհետև կգործի առցանց վճարման համակարգ։ Նախագիծը Երևանի ավականու նիստին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Արդեն իսկ հաշվարկված աղբանության վճարի չափն առցանց հարթակում դիտել եւ համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետեւյալ հարթակների վճարաշարքային կազմակերպությունների միջոցով Երևան AM-ի, Pay Community AM-ի, HiPost PB մասնաճյուղերի, EasyPay վճարային համակարգի, Հայ-Էկոնոմբանկ PB մասնաճյուղերի միջոցով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց երևանցիներին ասելով. Այս որոշմամբ, սիրելի երևանցիներ, մենք արձանագրում ենք, որ մինչ այս պահ կուտակված որևէ տուժտուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սահմանադրման վճարին։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց մոտակա 1-ից 2 շաբաթում կլինեն նաև այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել։ Քանի որ առցանց մենք ձեզ համար լայնորեն չենք ստեղծել հարմարանքը, որ դուք կարողանաք ձեր հավելվածներով HiPost-ով կամ այլ տեղ վճարել աղբանություն։ Հետևաբար այս որոշումից հետո այդ տուժտուգանքները մենք 4 ամիս հետաձգում ենք եւ սկսում ենք կիրառել այն կետից, երբ մենք ստեղծել ենք ձեր համար առցանց այդ տարբերակը։ Երևույթին որպես այդպեսին, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կողմեք, կոչ եմ անում մեր անդիմադիր գործընկերներին այս նախագծին կողմ քվեարկել։ Երևանի ավականին ընդունեց առաջարկը, հաջորդիվ Երևանի ավականու որոշմամբ սահմանվեց, որ եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված Տուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025 թվականի համար սահմանված տեղական Տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական Տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն։ Տեղական Տուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 միլիոն դրամ։ Որոշման նախագծի ընդունման նպատակը կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելն է։ Այս հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը կրկին առիթն օգտագործեց հերթական անգամ մեղադրելու իշխանությանը կոռուպցիայի համար։ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը Սպարապետի հայրենի Արարատ գյուղում բացվում էր նրա անվան տուն թանգարանը։ Հոզ բազմություն էր հավաքվել։ Եկել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հայտնի մտավորականներ։ Միջոցառման ընթացքում, երբ բարձրախոսից հնչեց տարածվեց Սպարապետի ձայնը, Արարատ սարը Պաուլով ամպերից մի ծովեն փոկվեց ու եկավ քարացավ մնաց հավաքված մարդկանց ուղիղ գլխավերևում։ Ձայնը այնքան հզոր էր, որ ձգվում տարածվում էր հեռուները։ Հանկարծ մարդիկ նկատում են, որ ամպի ծովենը հզոր թևերով մի արծիվ էր, որը հանդարտ վեհորեն սավառնում էր ու պտույտներ գործում երկնքում հսկելով բոլորին։ Ասել ենք նրան, որ հայոց արծիվներին փոխարինել են կաչաղակներն ու ագրավները։ Իրենց տղա կոչող, սակայն իրականում թաքստոցից մեջքին հարվածող անհայրենիք շնչավորները։ Վազգեն Սարգսյանի մասը շատ ճիշտ էր, տեղին էր, բայց հարց. իսկ ուր էր թանգարանի բացմանը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արդյոք ներկա էր Վազգեն Սարգսյանի թանգարանի բացմանը։ Լևոն Հովհաննիսյանն էլ դիմելով ընդդիմադիր գործընկերներին ասաց իրենց մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի համար, սակայն Քանաքերձեյթունում 4 մանկապարտեզ են կորցրել, ծամել ենք Շենգավիթում 9 մանկապարտեզ են կորցրել եւ ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ 2000 թվականից հետո ով է նշանակել դատախազին, 2000 թվականից հետո որ կուսակցությունն է իշխել եւ 2000 թվականից հետո ով եղել քաղաքապետ։ Եվ եկեք հասկանանք, այս հարցերով զբաղվել են թե չէ։ Կան ձերբակալվածներ։ Իլրումն Լևոն Հովհաննիսյանի ներկայացրած մանկապարտեզների ցանկի, որոնք մասնավորեցվել, վաճառվել, օտարվել, սեփական բիզնես կամ բազմաբնակարան շենք են դարձել 1999 թվականից հետո Արմեն Գալջյանն ասաց. 2002 թվականին օտարվել է Ավան 4 փողոց թիվ 1 մանկապարտեզը։ Ռոբերտ Քոչարյանը ինչ էր անում այս մանկապարտեզը, ինչի չէր պահում։
2002 թվականին օտարվել է Ավան Առանջի երկրորդ միկրոշրջան թիվ 8 մանկապարտեզը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ վերջին 37 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների վերանորոգման եւ բազում այլ աշխատանքներ երբևէ չի իրականացրել։ 100 ծրագրի մեջ մոտավորապես 4-5 ծրագիր ունենք, որոնք որ խնդրահարույց են, եւ վստահաբար մեր գործընկերները հավաքան ընդդիմադիր խմբակցություններից, երբ որ բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո, ճիշտ են ասում։ Նրանք ճիշտ են ասում։ Վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում 2023 թվականի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ մանկապարտեզներում 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ, որակի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված կար քրեական գործեր։ Բայց ուզում եմ նորից մասշտաբը հասկանանք։ Խոսքը գնում է 100 ծրագրի մասին եւ 100 ծրագրից 5-ում մենք ունենք խնդիր։ Ըստ նրա, իրենց ընդդիմադիր գործընկերները փորձում են 2-ից 3 մանկապարտեզների խնդիրները ներկայացնել համընդհանուր բնույթ կրող, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Վերջին շաբաթներին հանրային ուշադրության կենտրոնում են Մղճանի դպրոցում կատարվածը, երեխաների հնարավոր առևանգման մասին լուրերը եւ Մարմարիկ գյուղում 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքը։ Ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները մամուլի ասուլիսում ներկայացրել են այս բոլոր թեմաների շուրջ վերջին հստակեցումները, հերքելով տարածված տարբեր շահարկումները։ 2024 թվականին Հայաստանում շարունակվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, հատկապես անչափահասների շրջանում։ Ըստ վերջին վիճակագրության, նախորդ տարի գրանցվել է 3639, իսկ 2023-ին 5070 դեպք, այսինքն մեկ տարվա ընթացքում դեպքերի թիվը նվազել է 1431-ով, սակայն միաժամանակ 444-ով աճել են մաքսանենգության դեպքերը։ Քննչական կոմիտեի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների եւ թրաֆիքինգի քննության վարչության պետ Հովանես Համբարյանի խոսքով 2024 թվականին ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով, որը ներառում է թե իրացումը, թե պահելը, թե մաքսանենգությունը, պատասխանատվության է ենթարկվել 1228 անձ, որոնցից անչափահաս հանդիսացել են ընդամենը 7-ը։ Դա կազմում է նշված թվի 0.5-ից 0.6%-ը, ինչը ակնհայտորեն ցույց է տալիս նշված ոլորտում անչափահասների ցածր ներգրավվածության մասին։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Մղճանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել եւ նրանք սկսել են տնից գումար գողանալ, կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու։ Նախ ընդհանրապես նմանատիպ փաստերի ունեցել է, չէ, բռնության առումով եւ շորթման առումով եւ երկրորդը արդյոք այդտեղ եղել է թմրամիջոց թե ոչ։ Նախ նշեմ, որ Մղճանի դեպքով քրեական ոստիկանության եւ համայնքային ոստիկանության համատեղ աշխատանքի արդյունքում ստացված տեղեկությունները հետ աշխատելիս, մշակելիս ի հայտ է եկել նաև այս տեղեկատվությունը, որի արդյունքում անձին հրավիրվել են ոստիկանություն։ Այսինքն Մղճանի դեպքով կողմերը ենթադրյալ բռնության ենթարկված կամ ենթադրյալ տուժող եւ ենթադրյալ կատարող կողմերը իրենք ոստիկանության բաժին չեն ներկայացել սեփական նախաձեռնությամբ, չեն դիմել դիմումով կամ ահազանգով եւ դա աշխատանքի արդյունքում է ի հայտ եկել։ Անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածված երեխաների առևանգման լուրերին, Էդգար Պետրոսյանն ընդգծել է, որ դրանք փաստացի չեն հստակեցվել։ Օրինակ բերելով Գորիսում տարածված լուրը, նա նշել է, որ խոսքը եղել է առաքիչի մասին, որը պարզապես սուրճ խմելու ընթացքում երեխաներին հյուրասիրել է կոնֆետներով։ Ավելի ուշ պարզվել է, որ ոչ մի երեխա հիվանդանոց չի տեղափոխվել եւ կոնֆետների մեջ թմրամիջոց չի եղել։ Լուրերը լրիվ այլ ձևի էին, որ երեխաները մասսայական հիվանդանոցում են, դա թմրամիջոց է եղել, տվել են որպեսզի օգտագործի, հետո առևանգեն եւ արդյունքում պարզվեց, որ առաքիչը ուղղակի շփոթված է, ինքը ասում է, որ կներեք, ես ուղղակի որ երեխաներ եմ տեսել, կոնֆետ եմ տվել, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց խոստանում եմ այլևս չանեմ։ Հիմա այս իմաստով նմանատիպ շատ տեղեկատվություններ ունենք մենք առևանգման մասով, դեռևս հաստատված փաստ
առևանգման հետ կապված չունենք։ Նմանատիպ լուր է ստացվել նաև Հրազդանից։ Այդ հրապարակումը եւս անցնում է մանրամասն ստուգում, սակայն այս պահի դրությամբ որևիցե առևանգման դեպք իրավական գնահատական չի ստացել, հավելել է Պետրոսյանը։ Նա անդրադարձել է նաև Մարմարիք գյուղում մայիսի 4-ին անհետացած 2-ամյա Տիգրան Նահապետյանի որոնողական աշխատանքների ընթացքին։ Աշխատանքները շարունակում են, ես կարող եմ ասել, որ ցանկացած վարկած, ցանկացած տեղեկատվություն, որքան էլ դրանք լինեն առաջին հայացքից հավանական կամ անհավանական, բոլոր հնարավոր միջոցներով ստուգվում է։ Ընդ որում այստեղ կա նաև լայն ներգրավում հանրության աջակցություն այս առումով, բոլորս միասնական ձևով աշխատում ենք, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ։ Կոնկրետ որոնողական աշխատանքների հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին ես չունեմ, բայց նոր բան չունենք, բոլոր վարկածները ստուգվում են բոլոր առումներով։ Այսպիսով ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ բոլոր խնդիրները գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նրանք հորդորում են հանրությանը չտրվել շահարկումներին եւ սպասել պաշտոնական տեղեկատվություններին։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։